Ժողովուրդներ, ուշ դարձրեք իմ օրենքներին և մոտեցրեք ձեր ականջները բերանիս խոսքերին։ Առակով պիտի բացեմ բերանին, սկզբից և էդ առակներով պիտի խոսեմ, ինչպես լսեցինք ու իմացանք դրանք, և ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ։ Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից, մի վսերնդին պատմեցինք օրհնությունն ու զորությունը Տիրոջ, և այնքան չելագործությունները, որ նա արեց, Յակոբի համար հաստատեց իր վկայությունը և օրենքներ դրեց Իսրայելի վրա, մեկ անգամ ընդմիշտ պատույրելով մեր հայրերին, որ նրանք այդ բոլորը ցույց տան իրենց որդիներին, որ սովորեցնեն մի վսերնդին, որդիները, որ ծնուվելու են, պիտի ելնեն և պատմեն դա իրենց զավակներին, որպես իրենց հույսը դնեն Աստծու վրա և չմոռանան Աստծու գործերը, հետևելով նրա պատույրաններին, որ իրենց հայրերի պես չար և դառնացող ազգ չլինեն, ազգ, որ չուղղեց սիրտն իր և իր հոգին չհաստատեց Աստծու վրա, Եփրեմի որդիները ուժեղ աղեղնավորներ էին, բայց պատերազմի օրը իրենց կապարճները ետ դարձրին, նրանք չմնացին Տիրոջ ուխտի մեջ և չուզեցին ընթանալս նրա օրենքների, մոռացան նրա երախտիկներն ու այնքան չելագործությունները, որ գործեց նրանց հայրերի առջև եգիպտացիների երկրում և Դայանի դաշտում։ Նա ճեղքեց ծովը և անցկացրեց նրանց, ջրերը պահեց ինչպես տիկերի մեջ, ցերեկն ամպով առաջնորդեց նրանց, իսկ ողջ գիշեր հրեղել լույսով պատրեց ժայռն անապատում և նրանց խմեցրեց, ինչպես մեծ անննդից ժայռից ջուր բխեցրեց և ջրերն հոսեցրեց կեկերի պես, սակայն նրանք շարունակեցին մեղամ չելև ավելի ևս բարկացրին բարձրեալին անապատում, փորձեցին Աստծուն իրենց սրտերում, կերակուր խնդրելով իրենց համար, տրտնջացին Աստծուց ու ասացին, միթե Աստված կարող է սեղան պատրաստել անապատում։ Ճիշտ է, բռնահար ու բացեց ժայռին և ջրեր հոսեցին ու վտակներ բխեցին դրանից, բայց կարող է նաև հաց տալ մեզ կամ իր ժողովրդի համար սեղան պատրաստել։ Դրա համար է Տերը լսեց այս ու Յակոբից, որ բորբոքվեց Յակոբի սերնդի մեջ և բարկություն իջավ Իսրայելի վրա, նրանք Աստծուն չհավատացին ու հույս չդրին նրա փրկության վրա, Տերը վերևից հրամանտվեց ամպերին ու բացեց դռները երկնքի և մանանայ տեղացրեց նրանց վրա, որպես կերակուր, երկնքի հացը տվեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան և նա լիուլի ուտելիք իջեցրեց նրանց համար, հանեց հարավի կողմը և իր զորությամբ բերեցին Սիսի կողմը, նրանց վրա հողի պես պիս տեղամսվեց և ծովի աղասի պես թևավոր թռչուններ, նա դրանք նետեց նրանց բանակատեղի մեջ և նրանց վրանների շուրջը կերան և լիապես յադիծան, իրենց ցանկացածը տվեց նրանց և նրանք իրենց ցանկությունից ոչնչով զուրկ չմնացին։
Մինչդեռ կերակուրն իրենց բերանում էր, Աստծու բարկությունն իջավ նրանց վրա, նրանցից շատերին նա սպանեց և Իսրայելի ընտրյալներին ոչնչացրեց։ Հակառակ այս բոլորի նրանք նորից մեղանչեցին ու չհավատացին նրա հրաշագործություններին։ Նրանց օրերն ունայնաբար սպառվեցին և նրանց տարիներն արագ անցան։ Երբ Տերն սպանում էր նրանց, նրանք փնտրում էին իրեն, դարձի էին գալիս և փութով դիմում էին Աստծուն։ Նրանք հիշեցին, որ Աստված իրենց օգնականն էր, բարձրյալն Աստված փրկիչն էր իրենց։ Սիրեցին նրան իրենց բերաններով, բայց իրենց լեզուներով ստեցին նրան։ Նրան սրտերը շիտակ չէին նրա հանդեպ, և նրանք չհավատացին նրա ուխտին։ Բայց ինքը գթասիրտ էր, քավություն էր տալիս նրանց մեղքերին ու չէր կործանում նրանց։ Հաճախ զսպում էր իր բարկությունը և չէր թափում իր ողջ զայրույթը։ Հիշում էր, որ նրանք մարմին են շունչ, որ դուրս ելնելով այլևս ետ չի դառնում։ Քանի անգամ դառնացրին նրան անապատում, բարկացրին բարձրյալին անջրդի վայրում, վերադարձան փորձեցին Աստծուն և Իսրայելի սրբին զայրացրին։ Ճիշեցին նրա ձեռքը, ձեռք, որ մի օր փրկեց նրանց իրենց նեղողներից։ Ճիշեցին, թե նա ինչպես կանչելիքներ ու զարմանարար գործներ արեց Եգիպտացիների երկրում և Դայանի դաշտում։ Նրանց գետերն ու անձրևներն արյուն դարձրեց, որ չխմեն։ Նրանց վրա շնաջանջեր ուղարկեց, որոնք հոշոտեցին նրանց, և գործերով նրանց ապականեց։ Նրանց բերքը որտնոտության մատնեց, և նրանց վաստակը բաժին դարձրեց Մարախի։ Նրանց այգիները կարգ տահարարեց, և նրանց դսենիները ծածկեց Եղյամով։ Նրանց անասուններին կարգ տահարարեց, և նրանց ունեցվածքը հրոյ չարակ դարձրեց։ Նրանց դեմ ուղերձիր սաստիկ բարկությունը, զայրույթն ու նեղվածությունը։ Շարժտակի ձեռքով տանջանքներ ուղարկեց նրանց վրա, նրանց վրա թափեց իր սայրալից բարկությունը։ Նրանց հոգին զերծ չպահեց մավանից և կոտորեց նրանց անասունները։ Նա հարվածեց Եգիպտոսի բոլոր ընտրանիք ծնունդներին, իրենց վաստակի առաջնեկներին, քամի վրանների տակ հանգիստ։ Իր ժողովրդին քշեց ոչխարների պես, և ինչպես հոտ նրանց հանեց անապատ։
Նրանց առաջնորդեց Յոսավ, և նրանք չվախեցան, և ծովը ծածկեց նրանց թշնամիներին։ Նրանց բարձրացրեց իր սուրբ լեռը, լեռն այն, որ իր աչքեր նուվաճել։ Նրանց առջևից վանեց հեթանոսներին, իր ժառանգությունից բաժին բաշխեց նրանց և Իսրայելի ցեղերին բնակեցրեց նրանց վրաններում։ Նրանք փորձեցին դառնացրին բարձրեալ Աստծուն, ու նրա վկայությունը չպահեցին, դարձյալ խոտորվեցին, ինչպես իրենց հայրերը, դարձյալ նմանվեցին ծուռաղեղի, դարձյալ բարկացրին նրան իրենց բագիններով և իրենց կուռքերով շարժեցին նախանձը նրա, լսեց Աստված ու զայրացավ նրանց վրա և խիստանարկեց Իսրայելը։ Մերժեց նա խորանը Սելովի, խորանն այն, որ հաստատել էր մարդկանց մեջ։ Նրանց սորությունը գերության մատնեց, իսկ նրանց գեղեցկություն իրենց թշնամիների ձեռքը։ Իր ժողովրդին սրի մատնեց և անտեսեց իր իսկ ժառանգությունը։ Նրանց երիտասարդներին հուրը լափեց և նրանց գույսերի համար ոչ ոք չզգաց։ Նրանց քահանաները սրի քաշվեցին և նրանց այրիներին ոչ ոք չվշտակցեց։ Տերը կարծես քնից արթնացավ, ինչպես գինուց թափող հսկայ, նա թշնամիներին ետ շպրտեց Եավիտենական նախատինք տալով նրանց։ Մերժեց նա խորանը Յովսեփի և Եփրեմի ցեղին նա չընտրեց, այլ նա ընտրեց Յուդայի ցեղին, լեռը Սիոնի, որը հյուսիրեց։ Նրա սրբարանը շինեց մի եղջերուի նմանությամբ, Եավիտյան գետնի վրա հաստատելով այն, ընտրեց Դավթին իր ծառային և նրան